Սիրելի հայրենակիցներ, այս ամբիոնից քիչ առաջ Ռուբեն Ռուբինյանը հերթական անգամ կեղծեց հայ ժողովրդի վերջին 35-40 տարվա պատմությունը, աղավաղեց, հայտարարելով, որ Հրայր Մանուխյանը Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ 3 կուսակցություններով համատեղ հայտարարություն են արել ընդդեմ անկախության։ Եթե ցույց տա Ռուբեն Ռուբինյանը այդ համատեղ հայտարարությունը, ես այս ամբիոնից պատրաստ եմ փոխել իմ անունը։ Ստում է պարոն Ռուբինյանը 1988 թվական հոկտեմբեր ամիս, ես իրականում այդ ժամանակ խորհրդային բանակում էի ծառայում, բայց մոտիկից շատ հետևում էի։ Հոկտեմբեր ամիս Հայաստանում գործադուլներ, ցույցեր եւ այլն եւ հայ ավանդական 3 կուսակցությունները համատեղ հայտարարություն են անում։ Առաջին կետ կոչ են անում խորհրդային Հայաստանի իշխանություններին տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ այդ հարցը դարձնել առաջնային։ Կոչ են անում Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցներին ծայրահեղական քայլերի չդիմել գործադուլներ, դասադուլներ եւ այլն երկրի բնականon ընթացք չխախտելու համար։ Այսքանը չկար անկախություն, չկար ինքնորոշման իրավունք Հայաստանի Հանրապետության։ Դրանից մի քանի ամիս առաջ նույն Հայաստանի այդ ժամանակվա ազգային շարժումը, որը ղեկավարում էր Արցախյան շարժումը, 88 թվականի մայիսի 28-ին եռագույնով բեմ մի տակ չկանգնեց, չկար 88 թվականին անկախության շարժումը, որ այստեղից էլ չարաշահելով շատերի ինստիտուցիոնալ հիշողությունը փորձեն խաբել, մոլորեցնել հայ ժողովրդին, թե 88 թվականին հայ ավանդական 3 կուսակցությունները, այդ թվում հայ հեղափոխական դաշնակցությունը դեմ են արտահայտվել Հայաստանի անկախության շարժմանը։ Իրականում անկախական շարժման մասին ժամերով կարելի է պատմել, թե ոնց էր այդ ժամանակ Ազատության հրապարակը նաև երկփեղված անկախականների մի խումբ եւ ոչ անկախականների այդ ժամանակվա այսպես ազգային առաջնորդություն։ Այսքանը, շնորհակալություն։